Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցել ենք փաստաբան Գանե Պապոյանի հետ, ով իրականացնում է Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի պաշտպանությունը։ Տիկին Պապոյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Տիկին Պապոյան, դուք հաճախ եք բարձրաձայնում խնդիրների մասին, որ դատական այս ողջ գործընթացը, Դավիթ Համբարձումյանի հետ կապված ակնհայտ խախտումներով է գնում, ոչ իրավաչափ է գնում եւ այսպեսի բնորոշում եք տալի, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալն է։ Այ ուզում եմ իմանալ որն է պատճառը, ինչու նման եզրահանգումներ կան ու առհասարակ գործը այս պահին ինչ փուլում է։ Այո։ Նախ սկսեմ նրանից, թե գործը այս պահին ինչ փուլում է։ Մենք ներկայացրել ենք վերաքննիչ բողոք եւ արդեն տևական ժամանակ է սպասում ենք, որպեսզի առաջնայցյանի դատարանը գործը ուղարկի վերաքննիչ դատարան, որպեսզի վերաքննիչ դատարանում առաջնահերթության կարգով նախ քննարկվի վերջինիս խափամիջոցի հարցը, այնուհետև վերանայվի դատավճիռը։ Սակայն առաջնայցյանի դատարանը այսպես տևական ժամանակ բազմաթիվ դիմումներ են ընդ որում ուղարկել, որպեսզի գործը անհապաղ ուղարկվի վերաքննիչ դատարան։ Տևական ժամանակ անգործություններ ցուցաբերում եւ միայն գործը հանձնել է գրասենյակ, որպեսզի արդեն գործը ուղարկվի վերաքննիչ դատարան, այսինքն գործը այն փուլում է, որ առաջիկայում մեզ սպասվում է վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստ։ Դա այդ մասով։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, թե ինչու ենք մենք բարձրաձայնում, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է եւ ինչ հիմքերի վրա է մեր այդ պնդումը, նշեմ հետեւյալը, որ կա մի պարզ, ամեն ինչ շատ պարզ է Դավիթ Համբարձումյանի գործի դեպքում։ Կա տեսագրություն, կա օբյեկտիվ ապացույց, որտեղ հստակ երևում է, որ Դավիթ Համբարձումյանը ոչինչ չի կատարում, որևէ անօրինական վարքագիծ չի ցուցաբերում։ Ինչ հանցակազմ են իրավապահ մարմիններ այնտեղ տեսել։ Տեսել են իբրև խուլիգանություն է կատարել զենքի գործադրմամբ, այդ թվում բռնություն է գործադրել տուժողների նկատմամբ։ Եվ խոսքը վերաբերվում է 2018 թվականի ապրիլյան դեպքերին, իբրև Դավիթ Համբարձումյանը ցուցարարների է ծեծի ենթարկել, բռնություն գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև զենք է գործադրել։ Խոսքը վերաբերվում է դրան, այսինքն 7.5 տարվա վաղեմության քրեական գործի մասին է խոսքը։ Եվ ինչպես արդեն նշեցի, նույն քրեական գործի շրջանակներում կա տեսագրություն, որի համաձայն Դավիթ Համբարձումյանը որևէ հակաիրավական արարք չի կատարում, եւ այդ տեսագրությամբ հստակ երևում է, որ մի հատվածում տուժողներին ծեծի են ենթարկում անհայտ անձինք, իսկ Դավիթ Համբարձումյանը փորձում է առաջ գնալ հասկանալ ինչ է կատարվում։ Վերջ, դա է, այդքանն է։ Եվ դրա համար Դավիթ Համբարձումյանը այսօր կալանքի տակ է գտնվում։ Եվ դրա համար Երևան քաղաքի առաջին այցյանի ընդհանուր իրավասության դատավոր Ժորա Չիչոյանը որոշեց, որ Դավիթ Համբարձումյանը այո կատարել է հանցանք եւ Դավիթ Համբարձումյանը պետք է իր պատիժը գրի։ Սա Ժորա Չիչոյանի կողմից իրականացված արդարադատության արդյունքն է։ Տիկին Պապոյան, սովորաբար նման մեղադրանքների դեպքում դուք եք ծանոթանում, որ ավելի կարճաժամկետ կալանք է տրվում խափանման միջոցը։ Ինչու է այս դեպքում 6 տարի 3 ամիս, որն է պատճառը։ Տեսեք, ոչ թե խափման միջոց կալանք, այլ ազատազրկման մասին է արդեն խոսքը, պատժատեսակի ու պատժաչափի մասին է խոսքը։ Նշված հանցակազմի համար, քանի որ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասին է խոսքը, դրա համար նախատեսված է 4-ից 7 տարի ժամկետով ազատազրկում։ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դատավոր Ժորա Չիչոյանը նշանակել է պատիժ 6 տարի 3 ամիս։ Այսինքն մինիմալ շեմից 2 տարի 3 ամիս առաջ է գնացել դատավոր Ժորա Չիչոյանը։ Ինչի համար? Պատասխանը մեկն է, որպեսզի Դավիթ Համբարձումյանը բոլոր դեպքերում հայտնվի ճաղերի ետևում։ Ինչու? Որովհետև եթե մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում պատժաչափը սահմանվեր, ապա այո, համաներման ակտը կկիրառվեր եւ Դավիթ Համբարձումյանը կազատվեր պատժից։ Եվ այդ 3 ամիսն էլ ավելացրել է Ժորա Չիչոյանը հատուկ, որպեսզի Դավիթ Համբարձումյանը ազատազրկման ենթարկվի։ Տիկին Պապոյան, եթե այսպես հետ գնանք, ողջ այս իրավական process-ը սկսեց այն բանից հետո, երբ որ ընդդիմությունը հայտարարեց, որ Դավիթ Համբարձումյանը իրենց impeachment-ի միասնական թեկնածուն, ինչ միջև այդ հանցակազմ չէ նկատե գործի մասին մոռացել են, ինչու հենց այդ փուլում սկսվեց ողջ գործընթացը։ Այս բոլոր տարիների ընթացքում այդ գործը քննվել է դատարանում մոտ 7.5 տարի, նաև խախտվելով գործի ողջամիտ քննության ժամկետները, այսինքն պետությունը որևէ միջոցներ չի ձեռնարկել, որպեսզի այդ գործը ողջամիտ ժամկետում քննվի եւ ավարտվի, եւ 7.5 տարի քննվել է այդ գործը, ի վերջո դատավորներ փոխվելով հասել է Ժորա Չիչոյանին։ Եվ այո, ըստ էության մենք կապում ենք հենց նրա հետ, որ երբ
երբ որ impeachment-ի գործընթացում որպես վարչապետի տեխնացու առաջադրվեց Դավիթ Համբարձումյանը, միանշանակ արդեն այս գործի ակտիվացումը եւ այս դատավճիռը պայմանավորված է հենց նրանով, որ Դավիթ Համբարձումյանը impeachment-ի գործընթացում վարչապետի տեխնացու էր, որպեսզի կարողանային մեկուսացնել Դավիթ Համբարձումյանին։ Ինչու՞։ Որովհետեւ Դավիթ Համբարձումյանը քաղաքական այնպիսի հակառակորդ է Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների համար, որ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցները վախեցան Դավիթ Համբարձումյանից։ Տիկին Պապայան իշխանություններն էլ ասում են, որ այսպես ընդդիմությունը այսպես է, որ ով որ եթե քաղաքական գործիչը պատժի ընդրկում, բոլորին տալիս են այսպես քաղբանտարկյալի կարգավիճակ տակավորում ու էլ չեն նայում հանցակազմին, այսինքն այսպես են իրենք էլ մեկնաբանում արձագանքում իշխանություն մեղադրանքներին։ Գիտեք, որևէ պետությունում իշխանության ներկայացուցիչները երբեք չեն ընդունում, որ իրենց երկրում կան քաղբանտարկյալներ։ Եվ դա տրամաբանական է, որովհետև եթե իրենք ընդունեն, որ կան քաղբանտարկյալներ, ապա դա կնշանակի, որ իրենք շատ վատ են աշխատում։ Սակայն իմ նշած հանգամանքները եւ գործի փաստերը եւ այսօրվա իրողությունը ոչ միայն Դավիթ Համբարձումյանի գործով, այլ նաեւ հոգեվորականների գործով, այլ նաեւ շատ այլ քաղբանտարկյալների գործով վկայություն են այն բանի, որ Հայաստանում այսօր բազմաթիվ քաղբանտարկյալներ կան։ Տեսեք, երբ որ մենք ուսումնասիրում ենք դատական պրակտիկան, 2008 թվականներից դատական իշխանության պաշտոնական կայքը Փառք Աստծո բաց է բոլորի համար եւ բոլորը կարող են ուսումնասիրել։ Երբ որ մենք ուսումնասիրում ենք նույն այն հանցակազմը, որով որ մեղադրանք է առաջադրվել Դավիթ Համբարձումյանի, մենք ականատեսն ենք լինում, որ Հայաստանի Հանրապետությունում այդ հանցակազմով երբեք ոչ ոք այդքան պատիժ չի ստացել, ինչ Դավիթ Համբարձումյանը։ Ընդ որում, ես այդ մասին շատ եմ բարձրաձայնում եւ նաեւ շատ գրառումներ եմ կատարել փաստերով, գործի համարներ վկայակոչելով, երբ որ գործի տվյալ գործերով, արարքները կատարվել են ռեցիդիվի դեպքում, վտանգավոր ռեցիդիվի դեպքում, ալկոհոլի ազդեցության տակ, նշանակվել է 4 տարի ժամկետով ազատազրկում, 4 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկում ռեցիդիվի դեպքում։ Նույնիսկ պատիժները պայմանական չի կիրառվել եւ դատախազությունը չի բողոքարկել։ Միջոցն է ընտրվել ու Այո, 4-ից 7-ի դեպքում դատավոր Ժորա Չիչոյանը որոշել է, որ տենց մինիմալ շեմից միանգամից 2 տարի 3 ամիս պիտի բարձրանա։ Այն պայմաններում, երբ որ նույն Ժորա Չիչոյանը դատավոր, օրինակ դեկտեմբերի 3-ին օրեր առաջ դատավճիռ է կայացրել 570 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց իրացնողի նկատմամբ կայացրել է դատավճիռ եւ տվյալ հանցակազմի համար նախատեսված 6-ից 12 տարվա այդ ինտերվալի դեպքում մինիմալից, այսինքն 6 տարուց առաջ է գնացել ընդամենը 6 ամիս, նշանակել է 6 տարի 6 ամիս։ Բայց Դավիթ Համբարձումյանի դեպքում, չգիտես ինչու, 2 տարի 3 ամիս։ Տիկին Պապան, մենք գիտենք ինչու, զուտ ներողություն եմ խնդրում, մենք գիտենք ինչու, զուտ նրա համար, որպեսզի Դավիթ Համբարձումյանը ազատազրկվի։ Ես ուզում եմ իրավական առումով իմանալ, թե ինչ կապ ունի օրինակ հանցանքի դեպքում, երբ որ գործը գնում է հանրային քաղաքական դեմքի հետ կապված եւ սովորական քաղաքացու, այսինքն հնարավոր է այդ պատժի միջոցին սրանով է պայմանավորված ավելի խստացված, թե դա առհասարակ իրավական։ Իհարկե, սա է հենց քաղբանտարկյալի նաև բնորոշումը։ Տեսեք, ԵԽԽՎ-ն ունի բանաձևեր, որոնք վերաբերվում են քաղբանտարկյալի բնորոշումներին եւ կան որոշակի չափորոշիչներ, որը չափորոշիչներին համապատասխանելի դեպքում անձը համարվում է քաղբանտարկյալ։ Եվ համաձայն ԵԽԽՎ-ի նաև զեկույցի, եթե անձը իրեն բնորոշում է որպես քաղբանտարկյալ, ապա ապացուցման բեռը ընկնում է պետության վրա։ Պետությունը պիտի հերքի, որ անձը քաղբանտարկյալ չէ։ Եվ նույն ԵԽԽՎ-ի բանաձևի հիման վրա, եթե անձի նկատմամբ նշանակվում է ավելի խիստ պատիժ, քան իր համեմատությամբ մնացած սովորական քաղաքացիների դեպքում տվյալ հանցակազմի դեպքում, ապա դա եւս խոսում է այն մասին, որ անձը քաղբանտարկյալ է։ Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ Դավիթ Համբարձումյանը պետք է արդարացվեր, որովհետեւ կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում դժվար կգտնվեր այնպիսի դատավոր, որ Դավիթ Համբարձումյանին, ով հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդը, կորոշեր արդարացնել, բայց ակնհայտությունը որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է, կայանում է նաև հենց նրանում, որ ամեն գնով որոշեցին մեկուսացնել մինիմալից 4 տարուց 2 տարի 3 ամիս առաջ գնալով, անտեսելով մի շարք հանգամանքներ, որոշեցին մեկուսացնել։ Եվ այստեղ նաև մեկ կարևոր հանգամանք, տեսեք, դատավճիռը հրապարակվեց դատավորի կողմից հոկտեմբերի 23-ին եւ խափանման միջոցը
փոխվեց անմիջապես։ Այսինքն այս ամբողջ տևական ժամանակահատվածում 7.5 տարվա ընթացքում Դավիթ Համբարձումյանի սկզբնական հատվածում եղել է կալանք հետագայում այնտեղ այն վերացվել է, փոխվել է եւ կիրառվել է գրավ խափանման միջոցը։ Այսինքն տևական ժամանակ գրավ խափանման միջոց է կիրառված եղել, բայց հանկարծ դատավճիռը երբ որ հրապարակվեց, վերջում դատավորը փոխեց խափանման միջոցը անմիջապես գրավը վերացրեց եւ ընտրեց կալանք խափանման միջոցը։ Ինչու՞։ Նույն դատավորը երբ որ այլ գործերով չի անում նման բան։ Նույն դատավորը, երբ որ կրկին թմրամիջոցի իրացման մեջ մեղադրվող ազգությամբ հնդիկ մեղադրյալի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ, ում նկատմամբ խափանման միջոցը եղել է վարչական հսկողություն խափանման միջոցը եւ դատավճռով չի փոխել կալանքի, այն պայմաններում, երբ որ օտարերկրացին կարող էր փախչել Հայաստանի Հանրապետությունից, իսկ Դավիթ Համբարձումյանը 7.5 տարվա ընթացքում բազմաթիվ անգամ հատել է Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դավիթ Համբարձումյանը, ով լսեց դատապարտման լուրի մասին, ով գործնական այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, վեր կացավ եւ եկավ։ Ամեն մեկը այդպես չէր վարվի։ Տիկին Պապան, քանի որ շատ հաճախ են, փաստաբանները, նշում, որ հրահանգ են այսօր դատավորները կատարում, իշխանությունների քմաճիկով են առաջնորդվում։ Ուզում եմ իմանալ, այս հենց իրավական առումով, այս դեպքում ավելի պատասխանատվությունը կրում է, ավելի մեղավոր է այդ հրահանգ իջեցնողը, թե այն դատավորը, ով կատարում է այդ հրահանգը։ Ումն է ավելի շատ պատասխանատվությունը այս դեպքում։ Գիտեք, ես այս հարցին կդժվարանամ պատասխանել, որովհետև երկուստեք ունեն իրենց մեղավորության բաժինը։ Թերևս դատավորը սակայն, ով երթում է տվել, պետք է հավատարիմ մնա իր երթմանը, անկախ քաղաքական գործընթացներից։ Սակայն մենք ունենք մի իրավիճակ, երբ որ դատավորները այսօր իրենց երթմանը հավատարիմ չեն մնում։ Իրենք պետք է հարգեն իրենց կոչումը, հարգեն իրենց երթումը եւ հարգեն առհասարակ իրենց առաքելությունը։ Եթե դատավորը չի կարող իրագործել իր առաքելությունը արդարադատության կայացման համատեքստում, ապա ինքը չպետք է պարզապես դատավոր աշխատի։ Եթե ինքը ունակ չէ դիմակայելու իշխանության քմահաճիկներին, ուրեմն թող վայր դնի իր առաքելությունը, թող գա կատարի այնպիսի անձնավորություն, որը ունակ է։ Հիմա մենք ունենք դատավոր Ժորա Չիչոյան, ով միգուցե կարիերայում առաջընթաց գրանցելու համար, միգուցե այլ շարժառիթներով, բառից բուն իմաստով քաղաքական հետապնդման ենթարկվող Դավիթ Համբարձումյանին որոշեց մեկուսացնել այն պայմաններում, երբ որ նույն Ժորա Չիչոյանը, ես մասնավորապես ուսումնասիրում եմ իր կողմից կայացված դատական ակտերը, ընդ որում նշեմ, որ նաև դիմել եմ վերջինիս, որպեսզի վերջինս ինձ տրամադրի իր գործերով կայացված ուրեմն դատավճիռները ծանոթացման, ով հրաժարվել է, մինչդեռ այդ հրաժարումը ոչ իրավաչափ է։ Այո, ընդ որում դատական օրենսգիր սահմանադրական օրենքի համաձայն յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու ավարտված քրեական գործի նյութերին։ Մատնանշել եմ հիշյալ նորմը, խնդրել եմ, որպեսզի ինձ տրամադրի իր կողմից քննված բոլոր ծանր եւ առանձնապես ծանր գործերի վերաբերյալ տվյալներ, որպեսզի ծանոթանա, վերջինս հրաժարվել է եւ դրա վերաբերյալ գրություն է ուղարկել։ Ըստ էության, տեսեք, երբ որ ես որպես հիմնավորում ինչու է հրաժարվել։ Ինչ է ներկայացնում։ Նշել է, որ որպես այդպիսին հաշվառում ինքը չի իրականացնում եւ չի կարող տրամադրել, բացի այդ նշել է, որ այդ տվյալներին կարող եմ ծանոթանալ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, սակայն առնվազն ինձ գործի համարները պետք է տրամադրի, որպեսզի ես ծանոթանամ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով։ Մի քանի դատական ակտեր գտել եւ ուսումնասիրել եմ ամեն դեպքում, եւ այդ դատական ակտերը, որոնք որ ես գտել եմ, հիմնականում վերաբերվել են թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ գործերով տվյալ դատավորի կողմից կայացված դատավճիռներին։ 6-ից 12 տարի ազատազրկում նախատեսող հանցակազմի դեպքում 6 տարի 6 ամիս։ Սա է տվյալ դատավորի կողմից նշանակվող պատիժները սովորական քաղաքացիների դեպքում։ Սակայն Դավիթ Համբարձումյանի դեպքում 4-ից 7 տարվա ինտերվալի պայմաններում անձը 2 տարի 3 ամիս առաջ գնաց եւ նշանակեց այն պատիժը, որը արդեն Տիկին Պապան, դուք նաեւ հաճախ նշում եք, որ հենց Մասիս համայնքի աշխատակիցներին են հաճախ, այնտեղ հարցակնության կանչում, որն է դրա պատճառը, Դավիթ Համբարձումյանի գործի հետ կապված ու ինչ են փնտրում աշխատակիցների այսպես քննություններով։ Տեսեք, այդ գործընթացը այս մի քանի օրնա որ սկսվել է,
մոտ մի 2-3 օր է, ես այդ մասին այսօր նաև հրապարակում եմ կատարել։ 2-3 օր է հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ աշխատակիցները ակտիվ գործողություններ են իրականացնում եւ քաղաքապետարանի աշխատակիցներին հրավիրում են այսպես կոչված զրույցի։ Չգիտեմ այդ զրույցը ինչով է կարգավորվում, բայց հրավիրում են զրույցի։ Ընդ որում հրավիրում են, թիրախավորել են հենց այն քաղաքացիներին, հենց այն աշխատակիցներին, ովքեր սեպտեմբերի 26-ին մասնակցել են Բաղրամյանում տեղի ունեցած իմպիչմենթի գործընթացի հետ կապված հանրահավաքին։ Ի պաշտպանություն։ Այո։ Եվ տարաբնույթ ինչ որ հարցեր են տալիս, թե ով է իրենց հրահանգավորել, որպեսզի գնան եւ այլն, այն պայմաններում, երբ որ անձինք իրենց սահմանադրական իրավունքն են իրացրել հավաքին մասնակցելու։ Այդ ամեն ինչը բնականաբար ունի նպատակ կանխելու քաղաքացիների կողմից իրենց սահմանադրական իրավունքի իրացման գործընթացը։ Տիկին Պապյան, ու նաև ուզում էի գործի հետ կապված ինչ այսպես զարգացումներ են հնարավոր, պաշտպանները ինչ են անելու, որն է լինելու հաջորդ քայլը, առասարակ ինչպիսի հանգուցալուծում եք պատկերացնում։ Տեսեք, վերաքննիչ քրեական դատարանում մենք դեռ դատական նիստի ես սկզբում նշեցի, որ ակնկալում ենք, որ գոնե այս տարի ունենանք դատական նիստ, որպեսզի խափամիջոցի վերաբերյալ հարցը նախ քննարկվի առաջնահերթության կարգով։ Այսպես կասեմ, մենք փաստաբաններս որպես արդարադատություն հայցող մենք միշտ ակնկալում ենք բարենպաստ ելք, մենք միշտ ակնկալում ենք դրական հանգուցալուծում, որովհետև եթե մենք չունենանք այդ ակնկալիքը, մենք չենք կարողանա պարզապես աշխատել այդ ոլորտում եւ իրականացնել մեր առաքելությունը։ Հետևաբար մենք ունենք ակնկալիքներ վերաքննիչ դատարանից եւ մեր վերաքննիչ բողոքում մենք ներկայացրել ենք այնպիսի փաստարկներ, այնպիսի հիմնավորումներ, որ վերաքննիչ քրեական դատարանը պետք է պարզապես բեկանի դատավճիռը։ Այլապես վերաքննիչ քրեական դատարանը 3 դատավորի կազմով եւս թույլ կտա ապօրինություն։ Մի օր գալու է ժամանակը, որ բոլորը իրենց պատասխանը տալու են։ Իրավական հարթության մասին է խոսքը եւ իրավական հարթության շրջանակներում իրենց պատասխանատվությունը անպայման կրելու են բոլոր այն անձինք, կլինեն քննիչներ, դատախազներ, թե դատավորներ, ովքեր հրահանգներ են կատարում, ովքեր իրավաբանությունից կտրվում են։ Տիկին Պապյան, քանի որ խոսեցիք հրահանգներից, այսպեսի մի հարց։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը չերկեցա, որ ինքն է հենց ԱԱԾ-ին, այսինքն իրավապահներին ասում, որ իրենց միջոցով է հրահանգը իջեցնում, որպեսզի օրինակ պատարակների ժամանակ կաթողիկոսի անունը զեղչեն, գնան եկեղեցի պատարակներից առաջ գործողություններ իրականացնեն։ Իրավական առումով սա որքանով է մտնում ԱԱԾ-ի գործառույթների մեջ, այս եկեղեցու գործերին։ Որևէ կերպ չի մտնում։ Ոչ ԱԱԾ-ի, ոչ էլ առհասարակ վարչապետի աթոռը զբաղեցնող, ժամանակավորապես զբաղեցնող հիշյալ անձնավորության հրահանգները առհասարակ իրավական հարթության համատեքստում որևէ նորմով դա չի կարգավորվում։ Դա իրավական չէ։ Այդպիսի հրահանգներ հնչեցնելը, այդքան միջամտելը իրավապահ մարմինների գործունեությանը դա չի կարգավորվում։ Դա հակաիրավական է։ Նաև իշխանությունները այսօր շատ են ասում, որ այդ տեսեք 18 թվականից հետո հանրության ազատ խոսքի իրավունքը մենք իրենց վերադարձրել ենք, մինչ այդ այսպես սահմանափակված են եղել, քաղաքացիները չեն կարողացել իրենց տեսակետը հայտնել, բայց 18-ից հետո, հեղափոխությունից հետո ամեն ինչ այլ է, Հայաստանում ազատ խոսքը աճել է, անգամ տվյալներ են փաստական ներկայացնում, սրա հետ կապված որքանով է, Հայաստանում այս բան ինչ վիճակում է գտնվում ազատ խոսքը, քաղաքական տեսակետի արտահայտումը։ Առնվազն ծիծաղելի է այդ դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից հետո ազատ խոսքի իրավունքը երաշխավորված է։ Դա առնվազն ծիծաղելի է, այսօր կարծում եմ բոլորս տեսնում ենք այն իրողությունը, երբ որ մարդիկ պարզապես իրենց սոցիալական էջերի միջոցով ինչ որ մեկնաբանություններ են գրում, ստատուսներ են դնում կամ ինտերվյու են տալիս, ինչպես օրինակ Միքայել Աճապահյանի դեպքում, եւ իրենց ազատ խոսքի իրավունքը իրացնելու հետևանքով այսօր անձինք ենթարկվում են քրեական հետապնդումների, նույնիսկ փաստաբանները։ Այդ ամեն ինչը արդեն հասել է նաև մեր դաշտ։ Այն փաստաբանների նկատմամբ եւս ագրեսիա կա, ովքեր փորձում են իրենց ազատ իրավունքը, խոսքի իրավունքը իրացնել, անմիջապես ինչ որ հակադարձումներ են լինում իհարկե քրեական հետապնդումների տեսքով, կալանքների տեսքով։ Ի վերջո այս առումով, քանի որ դուք հարցը տվեցիք, ես անդրադառնամ նաև Միքայել Աճապահյանի գործին։ Ինչ է արել Միքայել Աճապահյանը։ Դեպքում էլ ասում են, էլի փաստաբանական խումբն է ասում է, որ երբևէ նման այսպես մեղադրանքի, որ առաջադրված է, դեպքում նման պատժաչափ չի կիրառվել։ Այո, նույն իրավիճակն է, ինչ որ պարոն
Դավիթ Համբարձումյանի պարագայում, այսինքն Դավիթ Համբարձումյանի պարագայում այո բացառապես ազատազրկում է նախատեսում տվյալ հանցակազմը, սակայն 4-ից 7 տարի եւ Հայաստանի Հանրապետության որևէ դատավոր երբեք 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում չի սահմանել, նույնիսկ վտանգավոր հանցագործների դեպքում, հա։ Նույնը Միքայել Աճապահյանի պարագայում է։ Նախ սկսենք նրանից, որ անձը ինչ է արել, ոչինչ չի արել։ Պարզապես հարցազրույց է տվել, որտեղ իր կարծիքն է արտահայտել։ Եվ իր կարծիքը արտահայտելու համար այսօր ենթարկվում է քրեական հետապնդման, այսինքն այս ամեն ինչը ունի կանխող նախականխող եւ կանխող բնույթ, որ հայտարարությունը դիտարկում են իբրև իշխանության զավթման կոչ, այդպես են այդ հարցազրույցը այդպես են իրավապահները դիտարկում։ Գիտեք, դա առնվազն ծիծաղելի է այն պայմաններում, երբ որ նույն իշխանության ներկայացուցիչները, նույն իրենց պարագլուխը, հա, Նիկոլ Փաշինյանը, երբ որ հաճախ բռնության կոչեր է հնչեցնում, օրինակ ասում է աժամբյոնից վիզդ կկտրեմ, կամ ձեզ կուղարկեմ ԱԱՑ պատվալում կմնաք եւ այլն, հա, նմանատիպ ու շատ այլ հանգամանքներ, ես հիմա ամբողջը չվերարտադրեմ, այդ պայմաններում անարձագանք է մնում վերջինիս կողմից արված բռնության կոչերը, զավթման կոչերը եւ այլն, հա, կամ սկսենք օրինակ 2008 թվականին ինչ կոչեր էր անում Նիկոլ Փաշինյանը, բոլորիս քաչ հայտնի է այն ձայնագրությունները, որոնք կան իր մասնակցությամբ 2008 թվականի հանրահավաքին։ Եվ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ անձինք պարզապես իրենց կարծիքն են արտահայտում, նույնիսկ տաղավարներում հարցազրույցի ընթացքում եւ դրա համար ենթարկվում են քրեական հետապնդումների։ Ինչ վերաբերվում է պարոն Աճապահյանի պատժին, այո, իսկապես Հայաստանի Հանրապետությունում եւս երբևէ պարոն Աճապահյանի դեպքում եւս երբևէ այն պատժատեսակը, որը կիրառվել է, չի եղել երբեք։ Տվյալ հանցակազմի համար նախատեսված է տուգանք եւ այն միջին ծանրության հանցագործություն է, տուգանք, ազատազրկում, այսինքն դատավորը ինչով է առաջնորդվել, որ օրինակ տուգանքը չի նշանակել, այլ ազատազրկումն է նշանակել։ Երբ որ մենք կարդում ենք դատավճիռը, այնտեղ անտրամաբանական վերլուծություն է։ Պարզապես նշված է, քանի որ հարցազրույց է տվել եւ քանի որ շատ դիտումներ են ունեցել եւ զանգվածային լրատվության միջոցներով դա տարածվել է, հետեւաբար պիտի ազատազրկում լինի եւ վերջինս պետք է ռեալ գրի այդ պատիժը։ Սա ինչ է, եթե ոչ քաղաքական հետապնդում։ Կամ պարոն Աճապահյանի դեպքում այդ հաճախականությամբ դատական նիստերը նշանակել ամեն օր կամ օրը մեջով։ Հայաստանի Հանրապետությունում որ մի գործով է եղել, որ ամեն օր կամ օրը մեջ դատական նիստ է նշանակվել։ Ոչ մի։ Ձեզ շնորհակալ եմ Տիկին Պապայան զրույցի համար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Հարգելի դիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր մեր զրուցակիցը փաստաբան Գանե Պապոյանն է, շնորհակալ եմ մեր զրույցին հետևելու համար։